Ինձ հետաքրքիր է դուք քննադատեցիք այդ ծրագիրը, բայց ամեն դեպքում մենք ինչ ունենք։ Հիմա այս պարագայում մենք դատապարտված ենք եւ ավելացնել Ադրբեջանի հնա եւ առևտուր անել կամ փորձել մեր, այսպես ասած, տնտեսական ռազմավարությունը կապել այս ծրագրի հետ։ Մենք սրանից ոնց կարող ենք առավելագույնս օգտվել, հա, տվել ենք արդեն մի մասը, մի բավական մեծ մասը Միացյալ Նահանգներին։ Սա առաջին հարցն է։ Եվ երկրորդ հարցը ես կուզենայի ձեր տեսլականը ճշտել, այդ դուք նշեցիք նիշաների մասին, կամ Հայաստանի Հանրապետության նիշայի մասին աշխարհում։ Մենք ինքներդ էլ ասացիք, որ ռեսուրսներով շատ հարուստ չենք, ինչ ունենք։ Իրականում բրոնզի, մոլիբդենի խտանյութ ենք արտահանում եւ գյուղատնտեսական ապրանքներ, ծիրան, մրգեր, բանջարեղեն եւ Խոսքի ձեր սկզբում դուք նաև նշեցիք, որ 30 տարիների մեր, այսպես ասած, ռազմավարությունների մեջ գուցե սխալներ են եղել։ Բայց եղել է ինչ որ եղել է։ Հասկանում եք, աշխարհը մեզնից չի սպասել ավելի բան, քան կարողացել ենք տալ։ Հիմա այս նիշան, եթե փոխելու լինենք, ո՞նց է։ Տեսեք, մի շատ կարևոր եկեք արձանագրում անենք, դուք ասեք ռեսուրս, բան չէ, բնական։ Ուրեմն Հայաստանի հարստությունը բնական ռեսուրսները չեն, Հայաստանի հարստությունը մարդկային կապիտալն է։ Սա պետք է sense գրենք ուղղակի քարին, ու դա ինչ է նշանակում, գիտելիք, գիտություն, ռազմական օրինակ, եթե խոսում ենք ռազմարդյունաբերության մասին, մենք ասում ենք օրինակ, պետք է արտադրենք այսօր հաջորդ հազարամյակի ռազմարդյունաբերական արտադրանք։ Կարող ենք, մարտահրավեր է, չէ՞։ Չեք կարծում, ես կարծում եմ։ Դրա համար ես դուրս եմ եկել պայքարի։ Հասկանում եք, այդտեղ կարևորն է, որ դու գիտելիքդ պետք է զարգացնես։ Ասում ենք սփյուռք, ցանցային ազգ։ Մենք սփյուռքի պոտենցիալը գիտենք։ Մենք գիտենք ինչ ունենք։ Հասկանում եք, մենք հիմա աշխարհին նայում ենք մեր սահմանափակ ռեսուրսներով, ընդ որում ոչ թե սահմանափակ ռեսուրսների տեսանկյունից, այլ մեզ մատուցվող պատկերացումների տեսանկյունից։ Այդպես չի։ Այդպես չի։ Ապագան շատ ավելի լուսավոր է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ կան որոշակի նաև տեղեկատվություն, եւ այդ տեղեկատվության թեև սահմանափակ, բայց այնուամենայնիվ հասանելիություն, որ մեզ ասում է, որ այո, մեր մարդկային կապիտալը հնարավորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկելու։ Մեր նիշան հենց դա է։ Տեսեք, մենք ինչ ենք ասում ենք երկիրներ ենք, չէ, վերցնում ենք, ասում ենք Սինգապուրի մասին ենք խոսում ենք Իսրայելի մասին, Իռլանդիայի մասին, չէ, խոսում ենք Էստոնիայի մասին։ Այո, այդ բոլորը լինելով փոքր երկրներ, ամեն մեկը իրենց փոքրությունը հաղթահարել են իրենց բանաձևով։ Օրինակ Էստոնիան թվայնացրել է ամբողջ պետական համակարգը, պետական կառավարման համակարգը, չէ։ Այո, մենք էլ պետք է ունենանք խելացի պետություն։ Մենք էլ պետք է թվայնացնենք։ Վերցրեցինք դա, վերցրեցինք։ Իսրայելը ինչ է անում։ Իսրայելը անում է ռազմարդյունաբերություն, բանակ, բիզնես։ Այս կապը կարող ենք վերցնել, կարող ենք։ Իսրայելը փոքր է, չէ՞։ Մի պահ, եթե իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների նման շատ մեծ հնարավորություններ տրամադրող ռազմավարական դաշնակցին մի պահ, եթե անտեսենք, իհարկե չեն կարող անտեսել, բայց մարդկային կապիտալը հրեաների թույլ է տվել եւ իրենց ցանցային ազգ լինելու այս իրականությունը թույլ է տվել, որ ինքը ունենա նաեւ արտահանելի ռազմարդյունաբերություն, արտահանելի բժշկություն, արտահանելի եւ այլ եւ այլն։ Հիմա մենք խոսում ենք ծառայությունների մասին, ներգնա туриզմը, արտահանելի ծառայությունների շարքումը։ Տեսեք, բանկա որ կարելի է շատ անմիջապես անել։ Ամբողջ քո Հայաստանում դու դնես մի հատ ռազմավարություն իրականացնես։ Գնաս լապտերներով փնտրես այն ներգնա туриզմով զբաղվող են ՓՄԶ-ներին օժանդակես, ռեսուրսներ տրամադրես, քիչ ռեսուրսներով մեծ հնարավորություն ստեղծես։ Այսինքն այդ ամեն ինչ կարելի է անել։ Ամեն ինչ կարելի է անել, եթե դու ունես նպատակասլաց տնտեսական քաղաքականություն։ Եթե դու չունես տնտեսական քաղաքականություն, դու ունես ինչ? Մեծ իմիտացիա։ Եվ նաև ինչ? Փաստերի խեղաթյուրում։ Եվ նաև ինչ? Այսպես թևաթափ անելու իրականություն ներկայացնելու այդպիսի մի հատ վարկագիծ։ Ես համաձայն չեմ ձեզ հետ։
Բայց ես զգում եմ, որ դուք ուրախ եք, որ ես ձեզ հետ համաձայն չեմ։ Ես ուզում եմ ասել, որ կարճաժամկետ առումով գուցե չկարողանանք երկարաժամկետի դեմ Ճիշտ եք ասում, կարճաժամկետ մենք ոչ մեկս էլ կարճաժամկետ նպատակներով այդ պատրանքներով չպետք է ապրենք։ Մենք ուղղակի հիմա ցուցադրում ենք, որ մեծ անելիքներ ունենք, որոնք ունեն կարճաժամկետ արդյունքներ։ Այդ արդյունքները իրար հետ աստիճանաբար գրանցելով գնալու են առաջ։